Չունեի խոսելու, քանի որ այսօր երրատոնն է, արհամարած է բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր չեն էլ իմանում այդ երրատոնը ինչ է նշանակում, որը որ մեր բանակի կազմավորման, Արցախի բանակի եւ Շուշիի ազատագրման ու հայրենական մեծ պատերազմի, ահա ես կարող եմ մեր կնոջնացեմ ցույց տա հայրս որ եղել է պատերազմի երկրորդ կարգի հաշման թամ, որ չկարողանալով տնից ոչ մի բան, տնի փաստաթղթերն էլ բերեմ, նույնիսկ ես սխալ եմ գործել, հանցագործություն եմ արել, որ հորս մեդալները թողել եմ այնտեղ։ Եվ այսօր մեկ վարքյանով ես ցույց կտամ, որ ով է եղել, պապս ծառայել է Անդրանիկի զորքում, որտեղ որ Թյուրումյան եղբայրների մոտ խնդրել է գնացել են ազատագրել Սարդարաբադ։ Ես պետությունը կերտել են իրանք։ Հայրս հայրենականում, ես Արցախյան գոյամարտում, երկու տղաս քարորիա 44-ում թորսել այս 23 թվականին։ Ես ինչ եմ ուզում ասեմ, այ հայ ժողովուրդ խելքի եկեք, բոլոր պաշտոնները դրեք մի կողմը, որպեսզի ազգի փրկությունն այսօր է։ Ես 88 թվականին Գորբաչովի վրա նամակ եմ գրել, բանաստեղծություն, որտեղ գրել եմ ով խելքի եկեք, խաչապաշտ ազգեր, մուսուլմանն է դառնում ողջ աշխարհի տեր, ձեզ քնովարել, հիպնոզացրել, անմահ ազգերի պատիվ մրել։ Էս ինչ է, 4 կողմ ես որ նայում եմ, գիշեր ու ցերեկ կռվել եք հպարտ, սատարեք կանգնել ձեր քաղցր հողին, քանի տարի անցավ դեռ դու չեք մտել ձեր ուզած սրտով տաքու կանգողին, մայրդ հառել է աչքերը ճամփին, որ հաղթանակով հետ կգա որդին, սակայն կարոտով սպասում է դեռ, թե երբ տուն կգա որդին անհամբեր։ Միթե կարելի է այդ նման մարդկանց արյունը կորցրել։ Ես անհայ չեմ։ Լավ է մահանամ հողին կարոտով, քան թե ենթարկվել թուրքինամոթով։ Ես ինչ է կատարվում։ Ես չեմ ասում նա մարդ չի, կան մարդիկ, հասարակ մարդիկ նրանց մեջ։ Պետք է իրար հետ լեզու գտնենք, այլ ոչ թե այսպես։ Ես ընդհանրապես կոչ եմ անում այն հայերին, որոնք նաև լրատվամիջոցներին, որոնք խեղաթուլում են ճշտությունը տանում ուրիշ տեղով, մարդը ասում է, գիտես ինչ ասում է, Ղարաբաղի հրամանատարները Հայաստանի զինվորներին սպանել են։ Այս ինչ մարդ է, ով է այդ մարդը։ Ով որ տեղյակ չի, նա պատերազմներ չի մասնակցել, նա չի իմանում պատերազմը ինչ է, որ ռումբը պայթի, իր թորանը գրկած մտնի մի հատ ծառի տակ կամ մի բան, նա այդպիսի բառեր չեմ ասում։ Ուստի կոչ եմ անում բոլոր հայերին, ու բոլորին ուզում է ով որտեղ ուզում է լինի աշխարհի բոլոր ծայրերում։ Չտրվել սադրանքներին, համբերությամբ զինվել, չպատասխանել այն մարդկանց, ովքեր ապատեղություն են տարածում, արհամարել, արհարամանքը հաղթանակ է, պետք է արհամարել նման մարդկանց, բայց խնդրեի, ընտրություն է գալիս, մի վիրավորեք, սկսած նախագահից, պրեզիդենտից, մինչև վերջի մարդը, ընտրեցեք նրան, ում ցանկանում եք, բայց մի վիրավորեք, մարդու անձը մի վիրավորեք, չի կարելի, նա անցած ուղի ունի, ցանկացած մարդ։ Շնորհակալություն եմ հայտնում եւ նորից կրկնում խաղություն ամբողջ աշխարհին։ Եթե աշխարհը խաղ եղավ, մենք էլ ենք խաղ լինելու։ Շնորհակալություն, որ խնդրեմ կներկայանաք ձեր անունազգան, որ ներկայացնես, սաղ գիտեն, իրանք գիտեն ես ով եմ։ Էլ ումա պետք է այդքան ներկայացնեմ եւ ասեմ։ Սաղ գիտեն։ Անուսուրենա, կապ չունի։ Բայց խնդրում եմ ես եկել եմ այստեղ, որ արհամարած է այսօր հայրենական պատերազմի բանը, ահա հորս մեդալները թողել եմ ընդեր, ես ոչ մի բան չեմ վերցրել, բայց այսօր ասում են հաղթանակը տա ռուսի հաղթանակն է, հիմարներ, հաղթանակը ամբողջ ժողովրդին է եղել, որ այսօր նորից Գերմանիան գլուխաբարձրացնում ուզում է, որպեսզի ստեղեք նորից պատերազմներ տարածի, ես չեմ ուզում պատերազմը, ով պատերազմը չի ուզում, նա պատերազմը անցած է, իսկ ով ուզում է, նա չի տեսել պատերազմը։